Մենք հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքում գտնվող որևէ ուժի հետ մենք չենք համագործակցի։ Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին շաբաթներին աշխուժացած հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու թեման կտրուկ շրջադարձ ապրեց։ Ազգային ժողովում երկու պատգամավորով ներկայացած ՄԱԶ կուսակցության վարչությունը որոշում է կայացրել վարչապետի պաշտոնում առաջադրել Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանին վարչապետի անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակում։ Տեղեկությունն առաջինը հանրայնացրեց Ազգային ժողովի նախկին քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Էդմոն Մարուկյանի բնորոշմամբ քաղաքական իմպիչմենտը դեռ ընթացիկ գործընթաց չէ, երբ պատգամավորները ներառյալ ընդդիմադիր համախմբվեն եւ ապահովեն սահմանադրորեն անհրաժեշտ առնվազն 1/3 ստորագրություն 36 պատգամավորի աջակցություն։ Ենթադրում եմ տեղեկացված եք, որ երկու պատգամավորներ պարոն Ասլանյանը եւ պարոն Աղազարյանը սկսել են վարչապետի անվստահության գործընթաց։ Ես բնականաբար հետևել եմ նաեւ ձեր հայտարարություններին Հայաստան խմբակցության եւ խնդրում եմ, որ խմբակցության հետ հանդիպում կազմակերպեք մինչեւ ստորագրությունները խնդրելը, նկատի ունեմ հարցեր կունենան պատգամավորները, ինձ հետ, որովհետեւ ինձ են առաջադրել պատգամավորի վարչապետի տեխնացում։ Թեև Մարուկյանի խոսքով այս պահին այդ թիվը դեռ չի ապահովել, նա վստահ է, որ նման աջակցություն հնարավոր կլինի ստանալ նաև իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։ Դուք երբ որ խոսում եք, այդ ժամանակ իմպիչմենտը չկար։ Հիմա իմպիչմենտ կա։ Այդ ժամանակ իրենք մտածել են, որ որևէ падգամավոր չի ունենա խիզախություն թուղթ ստորագրի նման։ Հակոբ Ասլանյանը շեշտում է, որ իրենց կուսակցությունը ոչ մի դեպքում չի համագործակցի երկրորդ եւ երրորդ նախագահների ու նրանց համախոհների հետ։ Դեռևս 6 ամիս առաջ նոյեմբերից մեր համաժողովում մենք հայտարարեցինք, որ մենք չենք համագործակցելու որևէ այդ ուժերի հետ։ Եվ հետո, երբ այս process-ը սկսեց, բնական է մենք մեր համաժողովի մեր սկզբունքներին չենք կարող հակառակ գնալ։ Մեզ մոտ դա հստակ է դրված։ Մենք չենք համագործակցելու այդ ուժերի։ Եվ նույն ժամանակ Մարուկյանը նշում է, որ թեև գործընթացը դեռ նախնական փուլում է, դրա հաջողությունը կախված է քաղաքական ուժերի իրական կամքից փոխելու գործող կառավարությունը։ Խոսքը պետք է արժեք ունենա, չէ՞։ Հիմա Սերժ Սարգսյանը ներկայացված է խորհրդանում, պատիվ ունեմ խմբակցության միջոցով, չէ՞։ Պատիվ ունեմ գրավոր հայտարարություն կա, որ մենք առանց նախապայմանների մեր 6 ստորագրությունը կտանք։ Հիմա պարզ է, որ ինչ որ 4 ակտիվիստ կամ 15 ակտիվիստ կարող է դուր չի գալ իրանց այդ process-ը։ Մարուկյանն ընդգծում է, որ իր առաջադրումը պարզապես խորհրդարանում մարտավարական քայլ չէ, այլ հստակ քաղաքական շարժում ուղղված Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Այսինքն այդ աջակիցներն ու աջակիցները Նիկոլ Փաշինյանի, այս process-ը Նիկոլ Փաշինյանի հեռացման մասին է։ Չեն ուզում հեռացնել։ Թող կանգնեն, ասեն չենք ուզում, դե չեմ հասկանում ախր։ Ինչ եք ուզում ժողովուրդ։ Նիկոլ Փաշինյանն եք ուզում, հենա գնացեք հետը վայելեք ապրեք։ Չեք ուզում process-ը սկսվել, կարող միանալ։ Հիշեցնենք, որ երկու հանրային գործիչների նախաձեռնությունից հետո Հայաստան խմբակցությունը հայտարարեց, որ կմասնակցեն գործընթացին, եթե փողոցային ճնշում գեներացվի, որի ազդեցության ներքո կապահովեն իմպիչմենտի համար բավարար պատգամավորական ձայները։ Մյուս ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը ամբողջ կազմով ստորագրեց նախաձեռնությանը միանալու հայտարարություն, նշեց, որ իրենք տեխնացու չունեն եւ պատրաստ են քննարկել ցանկացած առաջարկ։ Օրվա երկրորդ կեսին Հակոբ Ասլանյանի աշխատասենյակից ուղիղ եթերում Էդմոն Մարուկյանը հայտարարեց իր առաջադրման մասին, իսկ Ասլանյանն ու Աղազարյանը ստորագրեցին իմպիչմենտի գործընթաց սկսելու փաստաթղթի տակ։ Մոնիկա Հայրոյան, Renews Armenia։